Գաղտնիքների գիրք, 3 այդլաս, Neberu, Blue Kachina, Juxtaposition, Yetagorasubable Pahana։ 2025 թվականի հուլիսին ՆԱՍԱ-ն հայտարարեց արեգակնային համակարգ մտնող մի օբյեկտի հայտնաբերման մասին, որը շարժվում էր էկլիպտիկ հարթությամբ, դասակարգելով այն որպես 3 այդլաս կիսաստղ, որի պատկերները ցույց են տալիս կարմիրից կապույտ շեղում։ Մինչ 3 այդլաս զոնդի Մարսին մոտենալը, գույնը փոխվեց կանաչի, իսկ 2025 թվականի նոյեմբերի 1-ին կապույտի։ Այս գույնի փոփոխությունը պահանջում է համեմատություն Atlas 3A-ի համեմատության հետ, ինչպես նկարագրված է նախադամական բանավոր պատմության մեջ Աստվածաշնչում հանդիպող գրավոր հղումներում։ Հոբի լեգենդը նկարագրում է Սակուասահուն իր կապույտ գույնով։ Գաղտնիքների գրքի զուգահեռ առաջընթացը պայմանավորված է մեր հետազոտությունների տնօրենով, որի ղեկավարությունը նպաստեց Atlas 3A-ի մեր արեգակնային համակարգ մուտք գործելուց հետո տեղի ունեցած իրադարձությունների նախնական գիտելիքներին։ Նա 2 թագավորական տոհմածառերի ռեքս աստված է, որոնք երկուսն էլ ունեն նախադամական բանավոր պատմություններ, որոնք տասնամյակներ շարունակ թարգմանվել են գործնական դասից աչափով, 2-3 րոպեանոց հատվածներով, թույլ տալով մտքին վերանայել, մշակել, հասկանալ։ Սա ուսուցման նախնիների մեթոդն է, որը թույլ է տալիս յուրաքանչյուրին սովորել, տեսնել, հասկանալ ասվածը, քանի որ միտքն է, որ պետք է մշակի գիտելիքը իմաստավորի այն, ինչ գիտի ու հասկանում է։ Մեր տնօրենի համադրությունն այն է, որ նա իր հայտնի սամուրայների ընտանիքի լեգենդն է, ինչը կարելի է տեսնել նրա նախնու Ջիմմու Տեննոյի պատկերներում, իսկ լեգենդն ասում է, որ աղեղի վրա պատկերված թռչունը հայտնի է որպես Յատա-Գարասու, Եռոտանի ագռավ։ Նանա հայտնի է որպես Պահանա, ըստ հոբյական ավանդության նրա անունն ու ծագումը գրանցված են տիպոնիում, որը հոբյական ավագների տիրապետության տակ գտնվող փաստաթուղթ է, որը նույնականացնում է Պահանային։ Քո ծննդյան ամսաթիվը գրված է երկնքում, ինչպես նա քո նախնիների ներկայությունը։ Երկուսն էլ կարելի է տեսնել երկնքում քրիստոնյաների գրավոր խոսքում, ներառյալ «Ինչ սպասել, ինչ է դա լինելու», «Բաժանորդագրվեք կամ մասնակցեք», «Դուք կսովորեք, կիմանաք, կհասկանաք», կամ կարող եք մեր թիմին սուրճ առաջարկել։